Եվ այսպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործում առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլև կօգնի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Ազգային ժողովի փոխոսնակը հայտարարել է, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Մեր կողմից Մարգարայի անցակետն է իրենց կողմից Ալիջանի։ Ռուբեն Ռուբինյանը հետագա զարգացումների վերաբերյալ շատ մանրամասներ չի հայտնել։ Նրա խոսքով Հայաստանի դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ ուզում են ունենալ ամբողջապես բաց սահմաններ եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը։ Ռուբեն Ռուբինյանը խոսել է նաև թրիփի մասին, պատասխանել հարցին, ինչու է Հայաստանը 26% ունենալու, Միացյալ Նահանգները 74%, նաև անդրադարձել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններին։ Դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ, էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջին 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ՝ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն, եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երկիր թե ոչ։ Ընթացակարգեր արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չէ լինելու։ Կհամաձայնեք, որ հիմնական 3 անհանգստությունն է հնչել։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է, որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները եւ այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք էլի, թողեք ավարտեմ։ Հետեւաբար ու մի 1000 անգամ գրված է, որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրազեկազորության շրջանակներում հատկապես կասկածամիտների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթուղթը բոլորը կարող են կարդալ։ Հետեւաբար անհնար է այստեղ միջանց տեսնել։ Հաջորդը, երբ որ ասում է ինչի 50 գոնե 50% հա վերցնի, բայց իրանք երբ որ գույք պատկի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնել։ Հա բացատրեն, ինչ են 100%-ը հանձնել։ Մի վարքյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն թրիփը կարող է 100%-ը ամերիկյան լիներ։ Տեսականորեն դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որպես կերպ չէր դժել։ Այլ օրինակ ձեզ բերեմ, օրինակ նայեք։ ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը, Հայաստանի կառավարությունը փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ Չեմ հիշում քանի տոկոս էլի ինչ որ բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության պատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ, բառից բուն իմաստով 1000 հատ ընկերություն կա եւ 2000-3000 հատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը, ինչի է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ թրիփ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն, բարձր հարկեր, турքեր եւ այլն ստանում։ Բացի դրանից, նաեւ մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրն ինչա, Զանգեզուրի միջանցքն ինչա, այդ տարածքում թրիփ նախագիծն է գործելու այլ բան չունի։ Հարցեր կա, այդ ընկերությունը, որ ստեղծվում է 75% ունի, չէ՞, որևէ ընկերության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք։ Նախ էլի առանձնացնենք էլի երկու բան, ընկերության մեջի փայատերեր եւ ընկերություն-պետություն հարաբերություններ։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, ինքը
հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքներին, ներողություն։ Ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում։ Նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայետ։ Հաջորդը Ինչպես հեծներ ու բայց օրինակ կարողանաք վերցնել ինչպես հեծը վերցրեցիք։ Բայց ինչ վերցնել։ Չէ, օրինակ եմ ասում։ Ես միտքս ավարտեմ նոր, էլի։ Ոչ միայն ինչպես հեծներ, ինչպես հեծներ, ասենք Հարավ Կովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև այն պահ, երբ որ մենք փայ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000 Այսինքն եւ օտարերկրյա կապիտալ տալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 70-26% է, թե ինչ է, մեկը պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն Քանի որ Հայաստանն է կառավարություն ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Այդ օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանի։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության դա տեղի չունի։ Պարգևավճարների թեմային է անդրադարձել ազգային ժողովի նախագահը։ Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է, որ դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծում չեն գտնում։ Հարցին արդյոք արդար է այս երկրում, որտեղ նվազագույն թոշակ են ստանում նման խոշոր հավելավճար ստանալ։ Սիմոնյանը պատասխանել է, թե մարդիկ, որոնք պետք է թոշակ բարձրացնեն, պիտի արհեստավարժ լինեն, նորմալ հագնվեն, երկիր ներկայացնեն, աշխատանքի գան ու մրցունակ լինեն, որ չցանկանան դրսում կամ մասնավորում աշխատել։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արհեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրս աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ, կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք դուք անդադ խանգարում եք, լրեք, եթե չէ նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք, հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորություն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում մի անգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարցը, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց ազատության
Կարլենա։ Բայց աստղաբաշխական թվերը Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները։ Աստղաբաշխական գումարներ։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, Բայց հանրային դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ազգային ժողովի վերջին նստաշրջաններ ընդդիմությունը հարց է բարձրացրել, արդյոք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու խորհրդարանում։ Հալեն Սիմոնյանն ասել է, որ բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց քանի որ զեկույցը պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստում դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Դահլիճում ներկա պատգամավորները, որոնք ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են մոտենալ եւ ծանոթանալ։ Նիստն ուղեկցվել է ընդդիմություն, իշխանություն, թեժ բանավեճով։ 44-օրյա հանձնաժողովի նիստերին ինչի ձեզ այնց ոչ մեկ չի մասնակցել։ Եթե այդքան կարևոր էր, եթե հիմա թմբկահարում եք, ասում եք ներկայացեք, բա մասնակցեիք։ Բա ինչի չեք մասնակցել։ Հա, շատ կարևոր պատճառներ կային։ Ես ասել եմ, ես զարմանում եմ, հեսա ընտրական process-ի մեջ եք մտնելու, ընտրությունների մասնակցության ֆորմատ եք հայտարարում, իսկ ընտրությունների ֆորմատի ժամանակ, մասնակցության ֆորմատի ժամանակ ասել եք, որ դուք ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելու եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք եւ չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ինչ ասեք, ասելու եք ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնանք, որպես հանձնաժողովների բաներ նախագահությունը եւ փոխնախագահները չվերցնենք, ինչ եք ասելու։ Այս նույն տրամաբանության մեջ անում եք 44-օրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի խոսակցությունը։ Մի արեք այդ բաները, որտեղ այդ խոսակցության մեջ դուք պարտվող եք դուրս գալու։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Ինչ վերաբերում է ամեն անգամ նորից գնացեք ծանոթացեք, նորից կրկնում եմ, ազգային ժողովի կանոնակարգով քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական, ավարտված, երբ որ ներկայացվում է ազգային ժողովի։ Հիմա ժամով կարող եմ պատմել այն բոլոր իրավական դիսկուրսները, որ դուք ու Անդրանիկ Քոչարյանն ունեն մեկ վերջը, էդի զեկույցի, ինչի։ Իդես շատ շահագրգիռ կլինի, որ այն ինչ որ ներկայացնում է, որը կրկնում է, ոչ լիարժեք է, թերի է, ամբողջական չի, բայց բովանդակային հարցը բնականաբար գաղտնիության գրիպով է, դրա համար քննարկման նյութ չեմ դարձնում։ Թե չէ ժամով կարելի է այդ բովանդակության մասին խոսել, այսքանը։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, դուք ինձ ստիպում եք հրապարակեմ, թե ձեր ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը որքան ա եղել, վերջին այսօր տենց հայտարարում եք, ասում եք 8-րդ գումարման վերջին նստաշրջանն է, մի հատ հեսա կհրապարակեմ ինչքանն եք եկել գործի, ինչքանը չեք եկել գործի, էլ չեմ ասում, որ բանը հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում, վերջին հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստին երբ եք մասնակցել։ Խորհրդի նիստին վերջին անգամ Սերան Օհանյանն ա եկել, ես չեմ հիշում երբ, անկեղծ ասած։ Հանձնաժողովի նիստերին էլ այնքանով, որքանով դուք հանձնաժողովի նախագահների տեղեր ունեք Դոնտի բանաձևով, փոխնախագահի տեղ ունեք, դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին են վատաշեկերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ խնդիր չկա, կհրապարակեմ, խնդրեմ քարտուղարությանը կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Ինչ վերաբերում է ես ու Անդրանիկ Քոչարյանը ինչ ենք խոսում, ես ու Անդրանիկ Քոչարյանը խոսում ենք ոնց անենք, որ մաքսիմալ օրինականությունը պահպանենք։ Միտեղ ինքն է ճիշտ, միտեղ ես եմ ճիշտ, բայց զեկույցը դուք գնացեք ծանոթացել եք այդ զեկույցի հետ։ Թող բարի լինի, պարոն Արծիկ Մինասյանն է գնաց ծանոթանա, պարոն Սերան Օհանյանն է գնաց ծանոթանա։ Հա, ճիշտ է, մոռացել է, որ քրեական գործ կա վեր, քրեական գործի պատճառով, ճիշտ է, ներողություն եմ խնդրում, մոռացել է։ Մնացածը թող գնան ծանոթանան։ Զեկույց եք ուզում։ Ես էլ եմ ուզում, եկեք հիմա այստեղ այդ հարցը լուծենք, որ էլ հանկարծ մյուս անգամ այս թեման շարժման առիթ չդառնա։ Պարոն Քոչարյան, ձեզ խնդրում եմ, մեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ, եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարին, այլ մեր հանրությանը կներկայացվի, բաց մասը։
Բաց մասը ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն, «Էս ինչ արիր, էս ինչ բերի մեր գլխին», բան կանեք, իմացեք ինչ պատասխան եք տալու, հանրային լսումների ձևաչափով պարոն Քոչարյան ընդունում եք առաջարկս։ Քննարկենք, շատ լավ, բան առաջարկում եմ, բաց, բոլորը թող տեսնեն, բաց մասը առնվազն զեկույցի թող լսեն, որտեղ դեռ շատ կարևոր կտորներ կա, պարոն Մանուկյան։ Այնտեղ նենց հետաքրքիր կտորներ կա, որոնք ինձ թվում է բացի տակ են ընկնում, բայց հետո չասեք, թե էսքի սենց եղավ։ Հետո էլ ասում եք, պատերազմը շարժման առարկա իշխանությունն է դարձրել։ Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է։ Ձեր նախընտրական, քարոզչական ռոլիկի մեջ պատերազմում մեր տղերքի սպանությունն է։ Հայաստան դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, մեր տղերքի սպանության կադրերն են։ Ձեր համար 44-օրյա պատերազմը ու 44-օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեո կոնտենտի ցեկով ոչ մի բան չեն եղել։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա։ Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, հա, իրան հարցնեմ այդ հարցերը։ Հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու եւ ներկայացնելու հունիսի 7-ին։ Դա է իրականությունը։ Իդեպ Աշոտին ազգանունը չեմ մանում, բայց բոլոր հարցերին շատ պարկեշտ, շատ պատշաճ, շատ ճիշտ եւ սպառիչ պատասխաններ ներկայացնում։ Ի տարբերություն շատերի, ովքեր այստեղից ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ եւ մեր հարցերին են պատասխանում։ Հիմա Դոնթի բանաձևի հետ կապված, այո, շատ ճիշտ նկատեցիք, Դոնթի բանաձևով ընդդիմությանը պաշտոններ են հասանելի։ Հիմա հիշեցնեմ այդ ընտրությունները ինչպես տեղի ունեցան։ Քանի անգամ ազգային ժողովի ընդդիմությանը վերապահված փոխնախագահի քվեարկությունները սաբոտաժի ենթարկեցիք։ Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ այո ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի հաստիկ պաշտոնը։ Քանի անգամ դեմ քվեարկեցիք։ 14, շնորհակալություն։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Օրենքով այո նախատեսված է, բայց դուք ասում եք օրենքով ձեզ է նախատեսված, բայց մեր քիմքին հաջո մարդու պետք է նշանակեք։ Բարև ձեզ, ձեր մեծամասնության։ Այսինքն դուք առաջարկեք, բայց մենք կորոշենք։ Հետո ինչ եղավ ազգային ժողովի փոխնախագահին քվեարկեցիք, հեռացեցիք պաշտոնից հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պիտի մասնակցենք, իհարկե ոչ։ Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, նաեւ օրը սահմանել ոչ աշխատանքային։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ առաջին ընթերցման ընդունումից հետո նախագծում միայն մեկ փոփոխություն է արվել։ Նախ մենք չենք ուզեցել ընտրել որևէ օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, որովհետև անխուսափելիորեն հարց կառաջանար ինչու այս օրը եւ ոչ մյուս օրը, եւ հետեւաբար անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ, բայց նաև անհրաժեշտ էր ընտրել օր, որը որոշակի խորհուրդ կունենա իր մեջ, եւ մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետեւ հետաքրքիր եւ հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի էլի խանգարեք ինձ։ Մտքից թելը կտրվեց։ Եվ հա ինչի ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետեւ իր մեջ խորհուրդ ունի, որ հունվարի 28-ը բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է եւ այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք եւ կհիշենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ինձ դուր է գալիս ինչպես է պարոն Գեգամ Նազարյանը դա ձևակերպում, որ առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Առաջին ընթերցման ժամանակ ընդդիմադիր գործընկերներին դուր չէր գալիս մեր ընտրած օրը, ինձ համար անհասկանալի պատճառներով, բայց ամեն դեպքում մենք պատրաստակամություն հայտնեցինք փորձել
գալ կոնսենսուսի որևէ օրվա շուրջ, այս ընթացքում ես մի քանի տարբերակներ առաջարկել եմ, ընդ որում երբ որ ասում եմ առաջարկել եմ, նկատի ունեմ առաջարկել եմ բոլոր կողմերին, առաջարկել եմ պարոն Նազարյանին որպես համահեղինակ, ընդդիմությանը, քաղաքացիական պայմանագրին, մի քանի տարբերակներ եղել են, օրինակ օգոստոսի մեջ մի օր եմ առաջարկել եմ Խաչվերաստոնի հաջորդող մեռելոցի օրը սահմանել, բայց տարբեր օրեր, տարբեր մարդկանց, տարբեր հիմնավորումներով ընդունելի չի եղել եւ հասկանալով, որ հնարավոր չի ընտրել մեկ օր, որը բոլորին ազգային ժողովում կբավարարի, մենք վերադարձել ենք նախնական մեր առաջարկած օրվան, որը կարծում ենք ամենատրամաբանականն է։ Անդրադառնալով բովանդակությանը, ես ուզում եմ կրկին նշել, որ ես կարծում եմ, որ սա այն նախագծերից է, որ արժե եւ պետք է որպեսզի ազգային ժողովն ընդունի կոնսենսուսով։ Այսօր նստաշրջանն էր բացվում եւ երբ որ հնչում էր Հայաստանի օրհներգը եւ բոլորս բնականաբար ոտքի կանգնեցինք, ես ինձ բռնացեցի այն մտքի վրա, որ այնքան քիչ բաներ են մնացել, որ միավորում են մեզ։ Այսինքն այնքան քիչ բան կա, որի ընթացքում մենք բոլորս օրինակ ոտքի ենք կանգնում կամ բոլորս ծափ ենք տալիս եւ իրախություն բոլորիս իհարկե օրհներգը դրանցից մեկն է, բայց ի տխրություն բոլորիս շատ քիչ բաներ են մնացել այդպես եւ ես առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախագիծը եւ բոլորով կողմ քվեարկել։ Շարունակենք մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե եպիսկոպոսատ ժողովը մայրաթորում չի լինելու, այլ Հայաստանից դուրս։ Հիշեցնեմ, ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրվել էր եպիսկոպոսատ ժողով քննության առնելու Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Դեկտեմբերի 7-ին սակայն հայտնի դարձավ, որ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է։ Անդրադառնալով շրջանառվող լուրերին, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մաքսավորներին խնդրում է ուշադիր լինել, հասկանալու թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում։ Պատգամավորն ասել է, որ եթե կաթողիկոսը Գեղարդից է մասունքներ հանել տարել երկրից դուրս, բնականաբար ոչնչից զարմանալ պետք չէ, միայն պետք է ուշադիր լինել գրպանը գցած մի սուրբ մասունք էլի չտանի իր ընկերներից մեկին նվեր տա, ասել է Ալեքսանյանը։ Եթե Գեղարդից արդեն մասունքներ հանելու տարել երկրից դուրս, բնականաբար ոչինչից էլ զարմանալ պետք չի։ Մենակ պետք է ուշադիր լինել, որ գրպանը գցած ինչ-որ մի հատ սուրբ մասունք էլի չտանի, ինչ-որ իր անգերներից մեկին նվեր տա։ Էտա։ Խնդրում եմ, որ մեր մաքսավորները ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են տանում այդ մարդիկ իրանց հետ, գուցե մեր եկեղեցու սուրբ մասունքներից էլի ինչ-որ մի բան են տանում, Գեղարդի մասունքի պես տանեն ինչ-որ մեկին տան։ Չգիտեմ, ինչ-որ մեկի հարսանիքին կամ ինչ-որ մեկի քեֆ ուրախությանը տանեն շաբաշան են, ասենք, ինչ-որ մի սրբություն նրանցից սпасելի է։ Բայց ասեցին դա Գեղարդը չի եղել, Գեղարդի նման Չէ, ասեցին Գեղարդի մանրակերտն ա եղել։ Փշուր են ըստ այդ հասկանում ես, հարգելի Նարեկ։ Մի բան է ինչ-որ այս պարկետից փշուրը, մի բան է այս պատից փշուրը, ու լրիվ ուրիշ բան է Քրիստոսի հետ ուղիղ կապ ունեցած մասունքից փշուրը։ Առհասարակ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար ամենասուրբ մասունքներից մեկն է այդ Գեղարդը, հասկանում ես։ Ասենք խոսքը բանի մասին չի, ինչ-որ չգիտեմ, շախմատի մասին չի, ինչ-որ փայտե ձեռագործ արձանի մասին չի, ինչ-որ մի տենց բանի մասին չի, սրբագույն մասունքի մասին է խոսքը։ Բայց որը մարդիկ մասնատել են ու նվիրել են ինչ-որ մեկին։ Բայց որ որոշվել է այնուհանդերձ ըստ այսօր է մի հրապարակման այդ ժողովը եպիսկոպոսատ ժողովը դրսում անցկացնել, սա ինչ է նշանակում, ինչու մայրաթորում դա չանել։ Դե մարդու եղբայրը KGB-ի ագենտ է։ Հիմա չգիտեմ կոնկրետ որ ուրիշ օտարերկրյա ծառայությունների հետ համագործակցում, այդ անցկացման վայրն էլ գուցե ինչ-որ մի բան կհուշի, որտեղ կփորձի նա անցկացնել, բայց նա չունի այդ իշխանությունը, ինչպես տեսակ դատան վարույթ ընդունեց եւ հայցի ապահովման միջոց կիրառեց մասնավորապես Մասյասոտնի թեմի առաջնորդի հետ կապված։ Ես կարծում եմ ավելի հետաքրքիր վճիռներ գուցե առաջիկայում լինեն, ել ավելի հետաքրքիր հայցեր լինեն Հայաստանի Հանրապետության դատական համակարգում։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջ մղմանը, գրել է նա։
Վարչապետն արժանացել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին ի նշանավորում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատման։ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մրցանակի գլխավոր քարտուղարին, հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շարլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Մուհամմադ Աբդել Սալամը նշել է, որ այն ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար։ Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում և բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է, այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են Միացյալ Նահանգներում, Եվրամիությունում, տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանում։ Եվ իհարկե առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատարածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության, ասել է վարչապետը, ավելացնելով, որ ամբողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։ Թրիփը բերելու է ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր, կարծում է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Իրենց քաղաքական տեսլականն այն է, որ խաղաղության երաշխավորը լինի մեկից ավելին, սա կլուծի անվտանգային խնդիր, դա է երկարաժամկետ խաղաղության գրավականը։ Նախորդային շարժումը հայտարարել է կուսակցություն հիմնելու մասին, ուժեղ Հայաստան անվամբ։ Փետրվարի 12-ին նախատեսված է կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Թրիփը այս պահի Հայաստանի համար բացում է հնարավորություններ և բացում է ռիսկեր։ Հնարավորությունները դա բերել երրորդ կողմին Ամերիկայի Միացյալ Նահանգներին դեպի երաշխավորի մակարդակ։ Թրիփում պայմանավորվածության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են որպես ՎԿ։ Մեր արտաքին քաղաքական ընդհանուր տեսլականը նա է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր մեկից ավել։ Մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, այն տարածաշրջանի հետ, ովքեր ունեն ընդամենը մեկ երաշխավոր կամ չունեն երաշխավոր։ Այս 21-րդ դարի մեր ժամանակաշրջաներում փոքր երկրները ավելի լավ են ապրում, շատ տարօրինակ բան կարող եմ ասել, միշտ պատմականորեն մեծ երկրներն են ավելի հարուստ եղել։ Բայց 21-րդ դարի մեր ժամանակաշրջանում փոքր երկրները ավելի սկսել են լավ ապրել, քանի որ կառավարությունները ավելի ակտիվ են, դինամիկ են։ Բայց կա անվտանգային խնդիր։ Անվտանգային խնդիրը լուծելու համար մեր երկրին պետք է երաշխավոր։ Շատ կարևոր է երրորդ կողմի ներկայությունը այդտեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը։ Բայց մեզ պետք է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր արտաքին քաղաքականության ամբողջ process-ը բերելու է նրան, որ մենք ունենանք մեկ եւ ավել երաշխավոր մեր խաղաղության, դա է երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականը։ Թուղթը մեր հարևանների հետ, շատերը կհիշեն 92 թվականն էլ է եղել հրադադար պայմանավորվածություն, ավելի շատ էլ է եղել։ Թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատում մեծությունները, մեկից ավելի։ Եվ այսպես վարչապետը կմեկնի Զայեդ մարդկային մրցանակաբաշխության մրցանակի հանձնման արարողությանը։ Ազգային ժողովում կայացած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով մրցանակի և սպասվող ընտրությունների փոխկապակցվածության մասին հարցին, Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք չեն կարող մասնակցել երկրի քաղաքական կյանքին, և տվյալ դեպքում խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին, հավասարակշռության և հավասարակշռման քաղաքականության արդյունքներին։ Այս տարի կա 3 դափնեկիր, ինքը Ադրբեջանի նախագահն ու աֆղան կանանց իրավունքների պաշտպանը, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Զայեդ մրցանակին, մարդկային եղբայրության մրցանակին, ես մի օր զանգ եմ ստացել և ինձ դրա մասին հայտնել են, տեղեկացրել են, ես էլ շնորհակալությամբ ընդունել եմ և հիմնադրամի և մրցանակաբաշխության մասին գիտեի նախկինում մրցանակի հետ կապված լուսաբանումներից, գիտեմ, որ հիմնադրվել է
հիմնադրվել է 2019 թվականին կաթոլիկ աշխարհի եւ իսլամական աշխարհի առաջնորդների կամ կներեք մեծ իմամի կողմից, որի հետ Եգիպտոսում ես հանդիպելու առիթ ունեցել եմ, իդեպ Վատիկանում էլ երջանկահիշատակ Ֆրանցիսոս Պապի հետ հանդիպելու առիթ ունեցել, հեղինակավոր մրցանակ է, այս տարի, եթե չեմ սխալվում, 3 մրցանակակիր կա, մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսը Ադրբեջանի նախագահն է եւ մի Աղվանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ եւ պատրաստվում ենք մեկնել եւ մասնակցել մրցանակաբաշխությանը եւ շատ շնորհակալ եմ այդ որոշման համար, ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի եւ ինչպես ասել եմ, ես համարում եմ, որ այդ այն պատճառները, որոնք կամ արդյունքները, որոնք ընկած են այդ մրցանակաբաշխության որոշման հիմքում, իհարկե դա թիմային աշխատանքի արդյունք է, կառավարության, խորհրդարանական մեծամասնության եւ իհարկե ամենակարևորը մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որովհետեւ առանց նրանց աջակցության եւ առանց նրանց վստահության եւ առանց նրանց հաստատման այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու փորձ դժվար է տեսնել, արտգործնախարարն է հայտարարել պատասխանելով խաղաղության վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի արձագանքների մասին մեկնաբանություններին։ Ցավոք, մանիպուլյացիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, ասել է նախարարն ու նշել, որ Թուրքիայից հնչող հայտարարությունները աջակցող ու խրախուսական էին, վատ բան չկա։ Ճաշակի հարցը իրականում Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը աջակցությունը հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը կարծում եմ խնդրարարուցիչի որևէ կերպ միայն ողջունել կարող ենք եւ շնորհակալություն հայտնել, եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ես սովորաբար չեմ ուզում մեկնաբանեմ որևէ երկրի արտաքին գործերի նախարարների դիրքորոշումները, քննարկել կարող եմ մեկնաբանելը չգիտեմ ինչքան վա տեղին, բայց այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը եւ նաեւ ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ Թուրքիայի կողմից այդ գործընթացի ողջունելն է, եթե կուզեք նաեւ, չէ՞ որ ամեն ինչ չի շատ ուղիղ բան ասվում, հա, բաներ կա, որ այսպես փաթեթով կամ տողատակիրով եւ նաեւ խրախուսանք ուղված կամ կոչ ուղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը հանգեցնել հետագա ինստիտուցիոնալացմանը, հա, այդ գործընթացի։ Այստեղ վատ որևէ բան կա, կարծում եմ, որ ոչ եւ երիցս ոչ ներքին գործերին Հայաստանի միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել, էլի, բայց ուզում եմ նորից շեշտել, ճաշակի հարցը, ասենք հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների կամ խմբակների արտաքին քաղաքական ճաշակը նրանց ազդեցության թաքնված կամ անթակույց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների ըստ այդմ արտաքին քաղաքական ճաշակը կարելի է հասկանալ, էլի, որ երբ որ կարելի է բացատրել գոնե, երբ որ Եվրոպական միություն ասում է ողջունում ենք Հայաստան եւ կաջակցենք Հայաստանի ժողովրդավարությանը, ասում են հն երկին գործերի միջամտության փորձ է, երբ որ Թուրքիան ասում է ողջունում ենք խաղաղությունը եւ դրանու վարչապետ Փաշինյանի դերը ասում են հն ներքին գործերին միջամտության փորձը պարզա չէ որ այս ուժերը եւ իրենց տիրապետության տակ գտնվող մեդիա ռեսուրսներ ընդհանրապես չեն նկատում այն ճաշակից բխող մյուս կողմից եկող զանազան գնահատականներ եւ ուղերձներ, որոնք այս պարագայում ես կասեի մեծ դժվարությամբ պետքա աչք փակել եւ չհամարել ներքին գործերի միջամտության փորձ։ Չգիտեմ որքան ստացվեց ուղիղ պատասխանել, գուցե փոքրինչ խուճուճ ստացվեց, գուցե ոչ այդքան։ Լավ ստացվեց։
Խաղաղ հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի եւ Ասիայի միջև, նախագահն է հայտարարել Դավոսում պանելային քննարկման ժամանակ։ Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը խորագրով քննարկմանը մասնակցել են նաեւ Ադրբեջանի, Սերբիայի նախագահները, ներկայացուցիչ Թուրքիայից։ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման կարևոր դերակատարությանը հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, նաեւ արևելք, արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ գործակցության տեսանկյունից։ Եթե ունեք հարևաններ, հարևանների հետ ապրում եք միայն խաղաղ։ Նույնիսկ կենցաղում այդպես, առավել ևս պետական մակարդակում։ Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհը վեճ է, կռիվ է, անիմաստ ժամանակի կորուստ է։ Եվ ես էլ եմ շատ լավատես, որ իրականում մենք հաջողելու ենք եւ ունենալու ենք համատեղ նաեւ տնտեսական, մշակութային ծրագրեր, մենք հնարավորություն ենք ունենալու նաեւ արդեն կան նախադեպեր, երբ որ մեր հասարակական սեկտորի ներկայացուցիչները հանդիպում են, դա շարունակականություն է ունենալու, հաջորդը կլինի բիզնես շրջանակների հանդիպում։ Արդեն տեսեք Երևանում մարդիկ գնում են ադրբեջանական վարելիք եւ մեքենաներ են վարում։ Տարիներ առաջ երբ որ դրա մասին խոսեիք, ինչ որ ճշտամական վերաբերմունք այլ կերպ ընդունվեր։ Բայց սա այն իրականությունն է, որում հիմա մենք ապրում ենք։ Ինչ վերաբերում է խնդիրներին աշխարհի, իհարկե մենք հիմա ապրում ենք շատ турբուլենտ ժամանակաշրջանում։ Կովիդից հետո շատ բան է փոխվել եւ հիմա արդեն աշխարհի քաղաքական քարտեզում շատ փոփոխություններ են տեղի ունենում եւ կառավարման մեթոդների մեջ փոփոխություններ են տեղի ունենում եւ այստեղ առավել եւս խնդիրներ են ունենում փոքր երկրներ, այսպես ասեմ։ Բայց ես չեմ թերագնահատում փոքր լինելու հանգամանքը գործոնը, ինչ որտեղ նաև սա առավելություն է, որովհետև մեզ հնարավորություն է տալիս ինքնուրույն գործել, ինքնուրույն որոշումներ ընդունել եւ այդ որոշումները իրականություն դարձնել։ Կարող է զարմանալի թվա շատերին, մեծերի ազդեցությունը, բայց գիտեք, մեծերն էլ ունեն իրենց մեծ խնդիրները։ Մենք պետք է չմտնենք այդ մեծ խնդիրների մեջ։ Մենք մեր երկրի շահերից ելնելով մեր քայլերը պետք է անենք։ Ես խորհուրդ չեմ տալիս ոչ մեկին, եթե առավելևս հարցնող չկա։ Ես տեսակետ եմ հայտնում եւ գտնում, եթե իսկապես երկիրը ունի ռազմավարություն, երկիրը ունի իր ապագայի նկատմամբ հստակ դիրքորոշում եւ նաեւ այդ քայլերի իրականացման մեխանիզմներ, ուրեմն իսկապես կարող ենք մենք այս բարդ իրավիճակներից դուրս գալ։ Ես չեմ բարձրացնում խնդիրը, բայց չեմ ուզում նաեւ ավելի բարդեցնել, ավելի գունավորել եւ դարձնել այնպես ապոկալիպտ իրավիճակ, որ անլուծելի մի հատ իրավիճակում ենք հայտնվել, երբ որ աշխարհը քանդվում է, չէ՞։ Ավելի վատ վիճակում է եղել աշխարհը։ Աշխարհը շատ ավելի վատ իրավիճակներ է տեսել։ Մարդկային զոհեր միլիոնավոր եւ այլն, բայց իրավիճակից դուրս ենք եկել։ Նույն Եվրոմիության այսօրվա գոյությունը պայմանավորված է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճանապարհների փրկրկով։ Ընդամենը 12 տարի հետո այդ արդեն համաձայնագիրը կնքվեց։ Եվ սա նշանակում է, որ հավերժ թշնամիներ հասկացողություններ չկան։ Միգուցե կան հավերժ շահեր, որը ընդունելի է, քաղաքականության մեջ այդպես են ասում։ Մենք պետք է այդ հավերժ շահերը կապենք մեր բարեկեցության հետ, մեր երկրի տնտեսական զարգացման հետ, մեր հարևանների հետ բարեդրացական եւ իսկապես խաղաղ ջերմ հարաբերություններ ունենալու։ Նույնը վերաբերում է Թուրքիային։ Մենք ունենք Թուրքիա հարևան, ուրեմն պետք է հարևանություն անենք, սահմանները բացենք։ Իրանին է վերաբերում, Վրաստանին է վերաբերում, ես կոնկրետ Հայաստանի օրինակներն եմ բերում։ Կան տարբեր տեսակի մոտեցումների միջարոց, տարբեր գնահատականներ իմ նշած երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, բայց կա նաև Հայաստանի Հանրապետության շահ, որը առաջնորդվում է իմ ասած սկզբունքով, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեդրացական հարաբերություններով եւ միմյանց օգտակար լինել։ Միջարոց սա էլ է երկկողմանի։ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տեղի կունենա միաժամանակ։ Ալիևն է հայտարարել. Եթե չկարողանանք հասնել նրան, ինչ ուզում ենք տարածաշրջանում, ապա չենք կարող ունենալ որևէ հավակնություն գլոբալ գործընթացների հետ կապված։ Անշուշտ այս գործընթացներն ավարտվելու են միաժամանակ Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, շեշտել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաեւ հայտնել է, որ հայկական կողմից հարցում են ստացել դեպի Ռուսաստան-Բեռների ապահովելու վերաբերյալ։ Այսպիսով մենք դե ֆակտո եւ միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է, փոխադրումն այժմ իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր դա ուղիղ Ադրբեջանից Հայաստան եւ Հայաստանից Ադրբեջան կլինի, եւ այդ օրը հեռու չէ, ընդգծել է Ալիևը։
Միացյալ Նահանգների նախագահը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրվա ընթացքում ձեռք բերված նվաճումների ցանկում։ Ուղիղ 1 տարի առաջ ԱՄՆ նախագահը վերադարձավ իշխանության, բարգավաճման, վերականգնման, սահմանների անվտանգության ապահովման, Ամերիկայի հզորության ամրապնդման եւ ամերիկյան ժողովրդի շահերի գերակայության համոզիչ մանդատով։ Ընդամենը 365 օրվա ընթացքում նախագահ Թրամփը հասել է իրապես լուրջ արդյունքների, իրականացնելով ժամանակակից պատմության մեջ նախագահության ամենահաջող առաջին տարին նշված է Սպիտակ տան հայտարարությունում, որպես 143-րդ ձեռքբերում նշված է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագիրը։ Եվ այսպես վարչապետը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահն ու արտգործնախարարը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, Թուրքիայի, Էմիրությունների ու մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարներ։ Երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Դոնալդ Թրամփը ելույթում շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միանալու եւ արարողությանը մասնակցելու համար, նաեւ հայտարարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իր ընկերները։ Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամ իմ ընկերն է։ Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում, բայց այս անգամ ոչ։ Ես իրականում սիրում եմ այս ամբողջ խմբին, հավելել է Թրամփը։ We will now continue the signing ceremonies, beginning with the President of Argentina and the Prime Minister of Armenia. Former adversaries who have joined here as part of this Board of Peace. And all was possible, and I want to acknowledge this again, because of the vision and the drive of the President of the United States. So thank you all for joining us here today. We appreciate it very much. Just like President Trump is a president of action, a part of this effort, because it is going to be a successful effort. And you see it reflected here today among countries of different backgrounds from different parts of the world. For all else that she does. Thank you. Thank you, Steve. And I have to say, one of the great honors from the opportunity to live their aspirations. But it all starts with security, and it all starts with governance. Final note I'll just say on the Board of Peace, which is that all the lessons we're doing is we're basically studying the best practices from all over. Many others that have signed up, and they all want to be members. Thank you. Thank you. Եպիսկոպոսատ ժողովի կանոնադրությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Մայրաթորն է հայտարարություն տարածել, նշել, որ եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում բարձրաձայնվող խնդիրները պետք է քննության առնվեն եւ պատշաճ լուծումներ գտնեն եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում։ Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորել եւ հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները։ Հավատարիմ իր տերունաշնոր առաքելությանը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցական աշխարհասփյուր կառույցներով իր ջանքերն է բերելու ի նպաստ հայոց անկախ պետականության զորացման, մեր ժողովրդի խաղաղ, բարոր ու առաջընթաց կյանքի, նշված է հայտարարությունում։
Արցախում մնացած 10 հայերը նույնպես եկել են Հայաստան։ Այս մասին Facebook-յան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Արսեն Թորոսյանն ասել է, որ 10 հայեր և ազգությամբ ռուս 1 քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Շարունակենք, Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին երկու դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի։ Եկեղեցին պահանջել է, որ դատարանը պարտավորեցնի վերադարձնել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, որը գտնվում է Աշակունյաց պողոտայում։ Եկեղեցին նաև պահանջում է հօգուտ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունյաթյանին։ Մյուս հայցադիմումով եկեղեցին պահանջում է վերադարձնել Հովանավանքի եկեղեցին, արգելելով Տեր Արամի մուտքը։ Երկրորդ հայցը մակագրվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։ Հայցերը դեռ վարույթ չեն ընդունվել։